Բարի օր սիրելի հեղինակիցներ։ Իշխանությունը խոսում է անվտանգ Հայաստանի մասին, բայց թվերը ցույց են տալիս, որ անվտանգ է Հայաստանը միայն իշխանությունը։ 63% հանցագործության աճ է գրանցվել մեր երկրում եւ 0% պատասխանատվություն։ Սա է իրական Հայաստանի նոր որակը։ Երբ հանցագործությունների թիվը 6 տարում աճում է 63%-ով, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները գրեթե կիսով չափ, սա այլևս վիճակագրություն չէ։ Սա ահազանգ է, որ պետք է հնչեցնել։ Ահազանգ այն մասին, որ պետությունը զբաղված է ոչ թե քաղաքացիների իրավունքների, կենսական, կյանքի իրավունքի պաշտպանությամբ, այլ միայն սեփական իշխանության պահպանությամբ եւ ընտրում է իրավական գործողությունները ում նկատմամբ կիրառել, ում պատժել եւ ում տուն ուղարկել։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներով 2018 թվականին գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 24678, իսկ 2024 թվականին 63%-ով աճել է այս թիվը, կազմելով 40232։ Նույն կոմիտեի տվյալներով 2018 թվականին քրեական պատասխանատվության է ենթարկվել 3000 քաղաքացի, իսկ 2024 թվականին 9886։ Բայց այս թվերը հպարտանալու տեղիք չպետք է տան։ Այս թվերը այն անկառավարելի իրավիճակի մասին են խոսում, որում մենք ապրում ենք։ Մի անձը նախորդային արամուսում 4 ժամում 4 մարդու կյանք խլեց։ Ուր էին իրավապահները։ Ինչով էին զբաղված։ Ինչու չէին կարողանում կանխել ու նախականխել 4 ժամ տևած հանցագործությունը։ Եվ ինչպես հաջողվեց հանցագործին 4 ժամում 4 մարդու կյանք խլել։ Եվ ուզում եմ նաև արձանագրել այն պարզ իրողությունը, որի մասին զանգվածային լրատվամիջոցները շարունակ խոսում էին։ Փարաքարում պայթյունավտանգ իրավիճակ էր։ Ամիսներ շարունակ ահազանգում էին լրատվամիջոցները, որ ինչ որ բան այդ համայնքում այն չէ։ Իրավապահները նույնպիսի անտարբերությամբ հետևում էին հրապարակումներին, հետևում էին բարձրաձայնումներին, որի արդյունքը եղավ փարաքարի ընտրված համայնքի ղեկավարի դաժան սպանությունը, ինչպես նաև ոստիկանության օպերլիազորի սպանությունը։ Եվ ես ուզում եմ արձանագրել, որ այս երկու դեպքերում մենք ակնհայտորեն գործ ունենք այն իրողության հետ, որ Հայաստանում հանցանքները չեն կանխվում եւ նախականխվում։ Համենայն դեպս փաստերը այլ բանի մասին են խոսում։ Այս եւ շատ այլ դեպքեր գալիս են ապացուցելու, որ իրականում Հայաստանի իրավապահ համակարգը զբաղված է քաղաքական իշխանության անվտանգության պաշտպանությամբ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական կամահաճույքները կատարելով։ Ինչպես? Շատ պարզ։ Իրավապաշտպանի դիմումի հիման վրա քահանաներ եւ հոգեվորականներ, ինչպես նաեւ սրբազանը անմիջապես ձերբակալվեցին։ Փաստաբանը ահազանգում էր, որ բռնությամբ անհետացրել են սրբազանին։ Այսինքն, այսպես են մարդու իրավունքները պաշտպանվում մեր երկրում։ Այսպիսի արդարադատություն եւ այսպիսի քննչական գործողություններ պիտի իրականացվեն միայն քաղաքական հրահանգով, միայն քաղաքական կամահաճույքներով, այսպիսին է մեր երկրում արդարության եւ արդարադատության ընկալումը։ Ես կարծում եմ, որ հանցագործության դեմ պայքարը չպիտի լինի քաղաքական նպատակահարմարությամբ։ Սա մի երևույթ է, որ իրավապահ համակարգը շատ լավ պիտի հասկանա։ Քաղաքական կամահաճույքներ բավարարելը իրավաբանություն չէ։ Քաղաքական կամահաճույքներով արդարադատություն իրականացնելը մասնագիտական պարտականությունների պրոֆեսիոնալ կատարում չէ։ Վաղ թե ուշ դուք պետք է պատասխանատվության ենթարկվեք այսքան մեծ թվով հանցագործությունների աճի եւ դրանց կանխման ձեր անկարողության համար։ Դա լինելու է։ Պատասխանատվություն պարտադիր լինելու է։ Շնորհակալ եմ։